Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր դեկտեմբերի 10։ Ոսկուցել թանկ։ Եստեր թագուհու պատմությունը լարված պայքարի պատմություն է։ Այն ամբողջ Աստվածաշնչում հիշատակված ամենամեծ հոգևոր մարտերից մեկն է, որի ընթացքում սատանան փորձում է կործանել Աստծո նպատակը երկրի վրա։ Այս անգամ Տերը որպես կերպար գործածում է չար Haմանին, հարուստ և ազդեցիկ մարդու։ Համանը համոզում է Պարսից թագավորին հրաման արձակել, որով հրամայում է սպանել իր իշխանության տակ գտնվող բոլոր հրեաներին Հնդկաստանից մինչև Եթովպիա։ Առաջին հրեան, որին Համանը թիրախավորեց, Մուրդքեն էր, թագուհի Եստերի հորեղբայրը։ Համանը հատուկ Մուրդքեի համար կախաղան կառուցեց, բայց Եստերը միջամտեց։ Նա կոչ արեց Աստծո ժողովրդին աղոթել և իր կյանքը վտանգեց Համանի հրամանը չեղյալ համարելու համար։ Աստված բացահայտեց այս չար ծրագիրը և Haմանին իր իսկ պատրաստած կախաղանին հանեցին։ Թագավորը ոչ միայն չեղյալ հայտարարեց մահապատժի հրամանը, այլև Եստերին տվեց Համանի տունը, որը այսօրվա չափանիշներով միլիոնավոր դոլարներ կարժենար։ Համանի պալատն ու ունեցվածքը միակ ավարը չէին, որ բերեց այս հաղթանակի պատմությունը։ Սուրբ Գիրքը մեզ ասում է. հրեաները լույս և ուրախություն, ցնծություն և պատիվ ունեցան։ Եստեր 8-16 խոսք։ Սա իրական ավար էր, որը ձեռք բերվեց թշնամու հետ մարտում, և նույնը ճիշտ է նաև այսօր։ Գիտեք, մեր փորձությունները մեզ ոչ միայն հոգևոր ավար են բերում, այլև մեզ ուժեղ, մաքուր և արթուն են պահում։ Երբ մենք մեր հույսը դնում ենք Տիրոջ վրա, Նա մեր փորձություններով մեզանում կերտում է հավատք, որն ավելի թանկ է, քան ոսկին։ Որ ձեր հավատքի փորձությունն ավելի պատվական գտնվի, քան կորստյան ոսկին, որը կրակով է փորձվում, գովության, պատիվի և փառքի համար Հիսուս Քրիստոսի հայտնությունումը։ Առաջին Պետրոս 1:7 խոսք։ Տեր Հիսուսը Գողգոթայում հաղթեց սատանային, զրկելով նրան ողջ զորությունից և իշխանությունից։ Երբ Քրիստոսը հաղթականորեն հարություն առավ գերեզմանից, նա անթիվ անհամար փրկագնված գերիներ դուրս բերեց սատանայի գերությունից։ Այս արյունով գնված երթը շարունակվում է մինչ այսօր։ Հիշեք, որ ձեր ամեն պայքար թանկ է և որ կարող եք վստահ լինել, որ Աստված այդ պայքարներից իր ավարը կհանի։